Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 10-ն է եւ այս հաղորդման մեջ մեր հիմնական խոսելու թեման լինելու է Պակիստանի եւ Հնդկաստանի միջև բռնկած այդ մեծ պատերազմը, որը որ այսօր արդեն կարելի ասել, որ բռնկել է լիարժեք, քանի որ լուրջ հարվածներ են հասցնում կողմերը միմյանց դիրքերին, օդանավակայանների, ռազմաբազաների, բայց նախքան դա սկսենք Հայաստանի վերաբերվող թեմաներից ըստ ավանդույթի։ Միանգամից ասեմ, որ շքերթից չեմ ցանկանում խոսել, ինչ եղած է այլևս հետ չսպերի, բայց մեկ վատ բան էլ կա, որ ընդհանուր հայտարարությանն է միացել Հայաստանի Հանրապետությունը այդ հաղթանակի 80-ամյակի հետ կապված, այսինքն հաղթանակի 80-ամյակի հետ կապված, եւ դա վատ է այն առումով, քանի որ այնտեղ կա եւ Ադրբեջանը, եւ Ռուսաստանի Դաշնությունը, եւ ինչ էլ գրված լինի այդ ընդհանուր հայտարարության մեջ, ես կարծում եմ, որ շատ վատ է, որ այդպիսի ընդհանուր հայտարարության է միանում Հայաստանի Հանրապետությունը։ Ճիշտ է, ֆաշիզմի դեմ պայքարը չափազանց կարևոր էր մեզ համար, մեր պապերը շատ կարևոր դերակատարություն են ունեցել ֆաշիզմի ջախջախման մեջ, բայց հաշվի առնելով այսօրվա աշխարհակաղակական իրավիճակը, այդպիսի հայտարարությունների միանալը, այն էլ այն ժամանակ, երբ որ աշխարհում խոսվում է առանձին ռազմական տրիբունալ ստեղծելու մասին, որով որ ուզում են դատել Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ պայմաններում ընդհանուր հայտարարություն տարածելը, այն էլ որտեղ որ Ադրբեջանը կա, ես կարծում եմ, որ դա եւս էլ չասեմ ինչ է։ Մեղմ ասած սխալ էր։ Երեք հետաքրքիր հայտարարություններ է արել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանից պահանջել էր, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, որի մասին որ խոսում էր այդքան հաճախ Ադրբեջանը, եւ ստացել է որոշ ինչ-որ տեղեկություններ, այսինքն ադրբեջանական կողմը, չգիտեմ, ինչ էր կարող ներկայացնել, ինչ-որ բաներ երբ փորձել են ներկայացնել, եւ հայկական կողմը հետաքննություն է անցկացրել եւ պատասխանել ադրբեջանական կողմին։ Սա հետաքրքիր լուր է իր առումով։ Հայաստանի Հանրապետությունը փորձում է փաստացի քաղաքակիրթ բոլոր մեթոդներով, որոնք որ ընդհանրապես հայտնի են կամ հայտնի էլ չեն, նման պրակտիկա չգիտեմ կա թե չկա, ընդհանրապես, բայց շատ հետաքրքիր քայլ է արել այս առումով Հայաստանի Հանրապետությունը։ Վերջերս ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տեղեկությունները փոքր նվազել են, տեսնում եք, ադրբեջանական կողմի ապատեղեկատվության մասին է խոսքը, բայց մենք կոնկրետ ունենք այնպիսի փաստեր, որ Ադրբեջանը ուղիղ թիրախավորված կրակոցներ է իրականացնում Սյունիքի ուղղությամբ, դա էլ կա բնակելի հատվածի ուղղությամբ։ Հիմնականում սրանք էին Հայաստանի վերաբերող հարցերը, նրանց որ երեք Արարատ Միրզոյանը եւս արել է մի քանի հայտարարություն, նրան եւս մի քանի հարցեր են ուղղել եւ Նիկոլ Փաշինյանն էլ գրառում է արել խաղաղության մասով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինելու է խաղաղություն, ընդհանուր կարծես թե ակնարկ կա, որ ինչ որ առաջընթաց կա, բայց կոնկրետ քանի որ փաստեր չունեմ, որ իրենց այդ խոսքերի վրա նաեւ նույնիսկ հիմնվելով ասեմ, որ ահա սա է տեղի ունեցել կամ նա, ուղղակի պետք է արձանագրենք, որ ակնարկներ կարծես թե կան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից արված հայտարարությունների մեջ, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ գրառման մեջ։ Եվ հիմա անցնենք ամենակարևոր միջազգային հարցին, երկարաձգենք, փաստացի Պակիստանը հայտարարեց արդեն լայնածավալ պատերազմի մասին ընդդեմ Հնդկաստանի, որից հետո Պակիստանը արդեն հարվածներ հասցրեց Հնդկաստանի ռազմական օբյեկտներին, ինչ որ տեսանյութեր է հրապարակում Պաշտպանության նախարարությունը, որից հետո արդեն թե Հնդկաստանի լրատվամիջոցները եւ թե Պակիստանի լրատվամիջոցները սկսեցին խոսել, որ լայնածավալ պատերազմ է սկսվել, որի մեջ գործարկվել են դրոններ, ինքնաթիռներ, հրետանի, այսինքն լայնածավալ լիարժեք պատերազմ է, հրթիռներ, դրոններ, այսինքն գրեթե բոլոր զինատեսակները, բացի բնականաբար ատոմային զենքից, այս պահի դրությամբ բարեբախտաբար ատոմային զենքի կիրառման մասին խոսք չկա, բայց վտանգը իրոք շատ մեծ է, քանի որ երկուսն էլ ատոմային գերտերություն են։ Տեղեկություն կա, որ Պակիստանի մայրաքաղաքում Իսլամաբադում
օդային այդ սիրենաները միացված են եւ տեղի են ունենում հուռկու պայթունների ձայներ, այսինքն Հնդկաստանի օդուժը հարվածներ է հասցնում նույնիսկ մայրաքաղաքում, Պակիստանի մայրաքաղաքում, Պակիստանի զինվորականների դիրքերի, դա շատ հետաքրքիր տեղեկություն է։ Դրանից բացի Հնդկաստանը Պակիստանի օդանավակայաններից մեկին է հարված հասցրել Նուր Խան օդանավակայանին, որից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել, կարճ ասած մի խոսքով բավականին լուրջ մեծ ռազմական գործողություններ են ընթանում, իր հերթին Պակիստանը նույնպես փորձում է հարվածներ հասցնել Հնդկաստանում տեղակայված տարբեր ռազմական օբյեկտների։ Եվ այդ հարվածներից հետո, չնայած որ երկու կողմից թե դրոներ են օգտագործվում, ինչպես արդեն նշեցի, թե հրթիռներ են օգտագործվում եւ թե հրետանի օգտագործում, բայց երևի թե որքան ես հասկանում համենայն դեպս այս տեղեկություններից Պակիստանը այդքան էլ լավ դիրքերում չէ, այսինքն Պակիստանի տարբեր ռազմական օբյեկտների կարողացել է հարվածներ հասցնել Հնդկաստանը, ինչպես արդեն նշեցի, օդանավակայան Նուր Խանը, դրանից բացի նաև հարվածներ են հասցվել Մյուրիթ եւ Շորկոտ բազաներին եւ Պակիստանից ուղղակի սպառնում են, որ իրենք անպայման պատասխան հարված են հասցնելու, նրանց ուսումնով նույնիսկ Աֆղանստանի վրա են անկել այդ ռումբեր։ Ինչն է այստեղ կարևոր, այս պատերազմի մեջ միանշանակ հիմա ներգրավելու է Թուրքիան։ Ես գրեթե կասկած չունեմ, որ Թուրքիան սկսելու է ավելացնել զենքի մատակարարումը դեպի Պակիստան, կարող է այլ ձևերով եւս Թուրքիան ներգրավի այդ պատերազմի մեջ։ Գրեթե կասկած չունեմ, որ ինչ որ չափով եւ ինչ որ ձևով անպայման մասնակցություն կունենա այդ պատերազմի մեջ նաեւ Ադրբեջանը։ Այլ մահմեդական երկրներ եւս միանշանակ կարող են ընդգրկվել այդ պատերազմի մեջ եւ ամենավտանգավորը այն է, որ երկու երկրներն էլ ունեն փաստացի ատոմային զենք եւ եթե սկսեն ատոմային զենք կիրառել միմյանց նկատմամբ, ապա տասնյակ միլիոնավոր մարդիկ կարող է զոհվեն, ցավոք Հնդկաստանի օդուժը այդքան հզոր չէ, որ կարողանա բոլոր ատոմային ռումբերը խփել օդում, եւ դա պատկերացնում եք, եթե նույնիսկ մի քանի ատոմային ռումբ հասնի որևիցե քաղաքի, դա մեծ աղետ է լինելու թե Հնդկաստանի եւ թե Պակիստանի համար, եւ ոչ միայն Հնդկաստանի ու Պակիստանի համար, դա բավականին մեծ լուրջ աղետ է լինելու ամբողջ աշխարհի համար, սակայն այստեղ կարևոր է նաեւ նշել, որ այս պատերազմում հնարավոր է չօգտագործվի ատոմային զենք եւ այդ ժամանակ միանշանակ կարծում եմ հաղթանակը Հնդկաստանի կողմն է լինելու, քանի որ հնդկական բանակը 10 անգամ գերազանցում է բոլոր տվյալներով գերազանցում է Պակիստանի բանակին, թե ռազմատեխնիկական առումով, թե զինվորականների քանակի առումով, թե պատրաստվածության առումով բավականին առաջ է Հնդկաստանի բանակը։ Եվ այստեղ շատ կարևոր է հիմա, որ Հայաստանը ևս սկսել է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել եւ մայիսի 12-ին Արմեն Գրիգորյանը ժամանում է Հնդկաստան, թեկուզ պատերազմական գործողություններ են, բայց դա ավելի կարևոր է դարձնում նրա այցը Հնդկաստան։ Պակիստանի եւ Հնդկաստանի միջև սկսված այս պատերազմին կարծում եմ մենք ավելի մանրամասն կանդրադառնանք արդեն մյուս հաղորդումներում, ուղղակի որոշեցի շատ արագ տեղեկացնել ձեզ, թե ինչ է տեղի ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, քանի որ իրոք լայնածավալ շատ լուրջ պատերազմ է սկսվել եւ արդեն առաջին տեղեկություններով Հնդկաստանը ունի բավականին կարևոր հաջողություններ եւ կարևոր ռազմական օբյեկտներ է խոցել, ինչպես արդեն նշեցի, ինչպես նաեւ մեկ օդանավակայան։ Հիմա անցնենք այլ կարևոր հարցերի, երեք ուկրաինական Լվովում շատ կարևոր հանդիպում է տեղի ունեցել, այնտեղ նաեւ Գերմանիայի արտգործնախարարն է հայտարարությամբ հանդես եկել եւ ընդհանուր կարծես որոշում է կայացվել, որին որ միացել են Եվրամիության 20 երկրներ, 27-ից 20 երկրներ, որ հատուկ ռազմական տրիբունալ ստեղծվի Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության համար։ ՄԱԿ-ի հովանու ներքո առանձին հատուկ ռազմական տրիբունալ են ստեղծելու եւ դա շատ հետաքրքիր լուր է, բայց դա միակ լուրը չէ եւ ամենակարևոր լուրերը հիմա Ուկրաինայի մասով տարածում են հիմնականում արևմտյան երկրները, օրինակի համար Գերմանիայի նոր կանցլերը հայտարարել է, որ ինքը հույսով է, որ մոտակա օրերի ընթացքում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև կհայտարարվի հրադադար, 30 օրվա հրադադարի մասին է խոսքը եւ այդ հրադադարը հիմնականում նաեւ ներկայացվում է որպես պատերազմի ավարտ։ Միայն
Գերմանիայի կանցլերը չէ որ խոսել այդ մասին, նույնիսկ Սի Դինպինը երեք Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կոչ արել նրան Ուկրաինայի հետ կնքել արդար, ամուր եւ իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղության համաձայնագիր։ Նաեւ Reuters-ն է տեղեկացնում, որ մոտակա ժամերի ընթացքում հնարավոր Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հրադադար հաստատվի 30 օրյա, այսինքն լուրջ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, տարբեր հայտարարություններ ես դիտմամբ եմ իրար միացնում, որ դուք պատկերացում կազմեք սիրելի հայրենակիցներ, դրանից բացի նաև Դոնալդ Թրամփն է խոսել այդ մասին, ակնարկելով, որ նման բան կարող է տեղի ունենա, բայց ասելով, որ ինքը մտադիր չէ հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Բայց նույն ժամանակ Կիևում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը զգուշացրել է, որ մոտակա օրերի ընթացքում իրենց հետախուզական տվյալներով Ռուսաստանը մեծ հարձակում է նախապատրաստում Կիևի վրա եւ դրոնային եւ հրթիռային հարձակման մասին է խոսքը։ Եվ այն տեղեկությանը, որ 30 օրով հրադադար կարող է հաստատվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, բացատրի Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե վերջին ջանքերն են հիմա գործադրում, Եվրամիությունը նույնպես միմյանց միջև համաձայնություն է ձեռք բերվել, իմիջիայլոց դա էլ կարևոր է նշել, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մասին է խոսքը, եւ այդ վերջին առաջարկը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնությանը, վերջին առաջարկ ասելով, ահա այս փուլում, այս կոնտեքստում, որ վարվում էր վերջին ամիսների ընթացքում, եւ Ռուսաստանից էլ կարծես թե ամենայն դեպս հայտարարությունների մակարդակով մենք արդեն այսօր ունենք դրական արձագանք, որը արվում է Պեսկովի կողմից, նա ասում է, որ Ռուսաստանը միանգամից աջակցել է այդ 30-օրյա հրադադարին, բայց կան նյուանսներ, որոնք պետք է ճշտվեն։ Նույն ժամանակ նա ասում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շնորհակալ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավված է Ուկրաինայի եւ պատերազմի մեջ այս բանակցային գործընթացի մեջ, բայց նա հիշել է նաեւ անօդաչու թաչող սարքերի երեկվա հարվածները Բելգորոդի ադմինիստրատիվ այդ շենքի վրա, ասելով, որ Ուկրաինան խախտել է հրադադարը եւ փաստացի նաեւ ինչ որ միտեղ ակնարկ անելով, որ դա կարող է հետագայում խոչընդոտ դառնալ այդ հրադադարի համար 30 օրյա։ Բնական է, Ռուսաստանը հիմա պետք է առիթներ ման գա, որպեսզի հրադադար չհաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այսինքն հրաժարվի այդ հրադադարից, բայց ընդհանուր առմամբ ես նկատում եմ, որ օպտիմիզմ կա թե Եվրոպայում եւ թե Արևում եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ կարծես թե բոլորը հավատում են, որ հնարավոր է այդ 30 օրվա հրադադարը հաստատվի եւ տեղի ունենա, բայց եթե 30 օրվա հրադադարը հաստատվում է, արդեն նոր հույսեր են առաջանում, որ այդ պատերազմը ընդհանրապես կարող է եւ ավարտվել։ Եվ վերջին տվյալներով Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցությունների մասով եւս մեկ կարևոր տեղեկություն կա, որ Իրանը համաձայնվել է Օմանում անցկացնել 4-րդ այդ փուլը հանդիպումների բանակցությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ հիմա տեսնենք թե ինչպես են ընթանալու այդ բանակցությունները, որից եւս շատ բան է կախված մեր տարածաշրջանում խաղաղության համար։ Կա նաեւ տեղեկություն, որ Իրանը տարբեր ձևերով, տարբեր խոհակներով հասկացնել է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ Իրանը չի ձգտում, չի ցանկանում ստեղծել ատոմային զենք, բայց ահա այս ֆոնին տարբեր երկրներ երևի թե հատուկ ձևով ներգրավված են այնպիսի տեղեկատվություններ տարածելով, որպեսզի փորձեն խափանել բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, եւ նույնիսկ խոսում են այն մասին, թե իբր հիմա Իրանը Ռուսաստանի Դաշնությանը հրթիռներ է տրամադրելու Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար։ Հիմնականում սա է սիրելի հայրենակիցներ, ինչ առանձնացրել եմ ձեզ համար այսօր առավոտյան, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։